Հարևցես, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ղարավարության խոսնագի ելույթը, հայերու թեմ իրականացված ցեղասպանության զոհ դարձած կանանց եւ երեխաներուն վերաբերող բացառիկ վավերագրական նոր գիրքը ներկայացվեցավ Լոս Անջելեսի մեջ։ Ադրբեջանը հիմք կպատրաստի Ստեփանագերդի Սուրբ Հակոբ եւ Աստվածամոր Հովանի մայր տաճարը կանտելու։ Ադրբեջանը զանգվածափար կկանտե Ստեփանագերդի, Իվանյանի եւ Մարտագերդի մեջ կառուցված հայկական շինությունները։ Նախիջևանի սահմանադրության մեջ գրված է պետություն բարը։ Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածներու հարցերով զբաղվող հանձնաժողովներու ներկայացուցիչները հանդիպում ունեցած են։ Երուսաղեմի մեջ երկու իսրայելցի անարգալից վարձ ցույց տվին հայ արաքելական եկեղեցիին հանդեպ։ Արցախի դրոշը արժանապատիվ հայուն հրավար սիրտն է, Աշոտ Հարությունյան։ Արևմտյան Հայաստանի ղարավարության խոսնակը ներկայացուց հեռուստատեսության շաբթվա գործունեության ամփոփումը շեշտելով թերը ազգային, քաղաքական եւ մշակութային կյանքին մեջ։ Այս շաբաթ Արևմտյան Հայաստանի ղարավարության հեռուստատեսության աշխատանքները կենտրոնացած էին մշակութային հաղորդումներու ռազմավարության ձևավորման, քաղաքական հարցազրույցներու արտիականացման եւ հուլիս ամսվա միջազգային օրագարկի նախապատրաստման վրա։ Նախագահ Լիդիա Մարգոսյան շեշտեց, որ Արևմտյան Հայաստանի ղարավարության հեռուստատեսությունը ոչ միայն որպես տեղեկատվական հարթակ է, այլ նաև որպես քաղաքական եւ մշակութային ինքնության հզոր փոխանցող։ Կշարունակվի նախապատրաստական աշխատանքներ ՄԱԳ-ի եւ այլ միջազգային կառույցներու հետ համագործակցության համար։ Դիտարկված է հաղորդակցության ռազմավարությունը հայկական pedagogical հիմքերը ամրապնդելու համար։ Հեռուստատեսությունը կշարունակի ներկայացնել ազգային շահերը, զարգացնել մշակութային ինքնությունը եւ բարձրացնել հայ ժողովրդի ձայնը երկրի եւ միջազգային հարթակներու վրա։ Մայիս 22-ին Լոս Անջելեսի մեջ ներկայացվեցավ հայերու թեմ իրականացված ցեղասպանության զոհ կանանց եւ երեխաներու փրկության գործը Դեղեգադու դիվանի վավերագրերուն մեջ գիրքը հիմնված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվային նյութերու վրա։ Զավեն պատրիարքի նախաձեռնությամբ հավաքված են հազարավոր վավերագրեր հայերու դեղահանման, որբերու խնամքի եւ վերականգնումի մասին Կոստանդնուպոլիս, Կիլիկիա, Սուրիա, Լիբանան եւ այլուր։ Վավերագրերը ներկայացված են ֆրանսերեն, անգլերեն եւ հայերեն, օսմանյան եւ քեմալական իշխանություններու բռնի թրկացման եւ ոչնչացման փորձերուն մասին։ Ըստ Երևանի Պետական համալսարանի դոցենտ Լուսինե Սահակյանի, պատրիարքարանի շնորհիվ փրկվեցան մոտ 74,000 որբեր, որոնց մեջ շատերը գտնվեցան թրքական ընտանիքներու մեջ։ Վաչե Պրուդյանի խոսքով գիրքը կարևոր է ցեղասպանության ուսումնասիրության եւ մարդու իրավունքներու պաշտպանության համար։ Հովիկ Ավանեսովը գրած է, որ ադրբեջանական պետությունը կձեռագրե կանտել Ստեփանագերդի Սուրբ Հակոբ եւ Աստվածամոր Սուրբ Հովան եկեղեցիները փոխարեն մզգիթներ կառուցելու համար։ Մինչ այդ նաեւ Պերծորի Սուրբ Համբարձման եկեղեցու կանտման կամ մզգիթի վերացման ծրագիր եղած էր։ Սա գրնա վկայել նաեւ այն մասին, որ պետությունը, որ pedagogan աջակցությամբ մարտահրավերը պատվեց, նույն ցևով գրնա pedagogan խրախուսանքով հուշարձաններ բղձող քաղաքացիներուն ներգրավել Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու։ Հայ մշակույթին պատկանած այս հուշարձանները ենթակային փոշիացման այն պետության պատճառով, որ պատմությամբ հին քաղաքակրթություններ ոչնչացնելու պատմություն ունի։ Հիշադակվեցավ նաև 2005-ին Ճուղայի հայկական խաչքարերու ոչնչացումը։ Ասոնք հստակ ցույց կտան, որ Արցախի մշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է։ Ադրբեջանը զանգվածափար կկանտե բռնակրաված Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանագերդի, Իվանյանի եւ Մարտագերդի մեջ կառուցված հայկական շինությունները կհաղորդեն տեղական լրատվամիջոցները։ Ինչպես հայտարարած է նշված տարածքներուն մեջ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուպովը պիտի կանթվին սկալի թիվով ինքնագամ շինություններ։ Այդ կառույցները սկալի վնաս հասցուցած են քաղաքներու եւ շրջաններու ճարտարապետական ոճին։ Այդ շենքերուն մեծ մասը, որոնք չէին պատկաներ ադրբեջանական ճարտարապետական ոճին, շատ անորակ էին։ Այդ իսկ պատճառով անոնք կքանթվին, ըսած է ան։ Իրանակետ Արտյոմ Դոնոյանի դեղեցությամբ Ադրբեջանը մտահոգ է, որ Նախիջևանի մեջ կրնան ի հայտ գալ անչափողական շարժումներ։ Շատ իշխանական լրատվամիջոցներ քննարկած են Նախիջևանի ղարքավիճակը դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարտար Ջալալ Օղլուի մասնակցությամբ։ Նախիջևանը առաջ դուրս էր Բաքվի վերահսկողութենեն։ Վասիվ Թալիբովի օրոք ստեղծված էին կառույցներ, որոնք չէին ենթարկվիր Ադրբեջանի օրենքներուն, ներառյալ մաքսային եւ ռազմական համագարկերը։ Վերջին տարիներուն Ադրբեջանը կփորձե վերացնել այդ առանձնահատկությունները սահմանադրական փոփոխություններով։ Բաքուն նպատակ ունի ոչնչացնել Նախիջևանի առանցին pedagogical դարերը, ինչպես նաեւ առանցին սահմանադրությունը, որ կներառե Նախիջևանյան պետություն արտահայտությունը, ինչը կնկատեն սպառնալիք երկրի միասնության համար։
Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ գործվածներու հարցերով հանձնաժողովներու ներկայացուցիչներուն հետ հանդիպում տեղի ունեցավ։ Հանդիպման ընթացքին քննարկվեցավ դեղեկատվության փոխանակումը եւ որոնողական աշխատանքներու համագարկումը։ Երկու կողմերն ալ շեշտեցին մարդասիրական երկխոսության կարեւորությունը եւ պատրաստակամություն ցուցաբերեցին շարունակելու շփումները անհայտ գործվածներու ընտանիքներու օգտին։ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Քեղան Բալյան համացանցերու միջոցով հաղորդած է հայ արաքելական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորումի դեպքի մասին։ Դեպքը տեղի ունեցած է հրեական շաբաթ տոնի ժամանակ։ Սկիզբը գողքով անցորդը ցուցադրաբար թքած է վանքի ուղղությամբ, իսկ ավելի ուշ նույնպիսի արարք կատարած է անցնող ինքնաշարժի վարորդը։ Համայնքի հայերը ոստիկանություն կանչած են, սակայն այն ժամանակ, երբ չարագործները արդեն իսկ հասուցած էին փախուստի տալ։ Աշոտ Հարությունյան գկրե այսօր Արցախի Հանրապետության Պետական դրոշի օրն է։ Այս օրը պայքարի, հիշողության, արժանապատվության եւ ապագայի հավատքի օր է։ Դրոշի բոլոր գույները խտացած են մեր արյունով, հերոսներով եւ հազարամյակներու ժառանգությամբ։ Կշնորհավորեմ աշխարհի բոլոր իսկական հայրուն։ Եթե սիրտդ փափախե Արցախի համար, ունիս ազգի եւ արժանապատվության զգացում։ Արցախը մեր աղոթներուն, ծրագիրներուն եւ անկուն գիշերներուն մեջ է։ Հավատացած եմ, որ վաղ թե ուշ Արցախի դրոշը պիտի ծածանի Շուշիի, Ստեփանագերդի, Դիզագի, Մոնտեպերտի, Գովսագանի, Վարանդայի, Փերծորի եւ Քուր ու Արանսկեդերու միացման վրա։ Ան պիտի վերադառնա իր օրինական տեղը որպես հաղթանակի խորհրդանիշ։ Այս երազանքը մեր ազգային բարդականությունն է։ Դրոշի ետին կանգնած է մարտական ժողովուրդ եւ հաղթական բանակ։ Չհրաժարենք այդ տեսիլքեն, որբեսի ստիպված չլանք դիտելու թե ինչպես Երևանի մեջ կծածանի ադրբեջանցի զավթիչներու գլխագեր լատը։ Հիշենք, որ պատմությունը թադարգություն չի հանդուրժեր, իսկ մեր հայրենիքը առավել եւս։ Թողլա Սուրբ Արարչի գամքը։ Այսօր թողլա ոչ միայն հիշողության, այլ գործի օր։ Ժամանակն է միացյալ գործել հոգևոր, գիտական, մշակութային, ռազմական, դիվանագիտական եւ տնտեսական հարթակներու վրա։ Միապանիլ հանուն մեկ նպատակի՝ Արցախը վերադարձնել մայր հայրենիքի գիրկը։ Արցախը սրբություն է, առանց որի մեր պետականությունը գիսատ է, արժանապատվությունը վիրավոր, ապական մշուշոտ։ Թաթարեցնենք սպասելը եւ սկսենք գործել, ուր որալ գտնվենք։ Դրոշը մեր անբարդ հոգին է եւ այն դակավին կբարձրանա, եթե բոլորս կանգնենք կողք կողքի։ Փառք Արցախին, փառք հայի ոգին, փառք գալիք հաղթանակներուն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։